Շնորհակալ եմ, այո մենք ընկերներ էինք, ինձ համար ինքը ավագ եղբորպես էր եւ Պրահայից առաջ էլ մենք 90-ական թվականներին առաջին հայլուրը որ բացեցինք Արմենի հետ այնտեղ ծանոթացանք, հենց 90 թվականից կամ 91 թվականին այնուհետև մենք Արմենի հետ աշխատեցինք պաշտպանության նախարարությունում Զինուժը երբ արդեն կար, Արմեն Դուլյանը հայտնվեց եւ հրաշալի ղեկավարում էր ծառայությունը, լրատվական ծառայությունը, պաշտպանության նախարարության։ Արմենի հետ մենք կարողացել ենք անկեղծորեն խոսել ամենաբարդ խնդիրների մասին, իհարկե ինքը շատ զարեցած տոնով էր ամեն ինչի մասին խոսում է շատ զարեցած տոնով, բայց մեծագույն բարությամբ, որը շատ դժվար էր չնկատելը։ Եվ մենք քննարկում էինք տարբեր խնդիրներ, չեմ կարծում, որ Արմենը փոխեր իր կարծիքը որևէ խնդրի վերաբերյալ, նա սկզբունքային էր եւ կարողանում էր իր սկզբունքայինությունը պարտադրել իր շրջապատին։ Եվ կարողանում էր նաեւ իր սկզբունքայինությունը մատուցել հումորով, բայց նաեւ այնպիսի թեթևությամբ իր ունկնդիրներին փոխանցում էր իր պատկերացումները, իր հրապարակախոսական գաղափարները, մտքերը, ձևակերպումները, այնպես թեթև էր փոխանցում աուդիտորիային, որ լսողին թվում էր, թե դա իր միտքն է, ինքը հենց այդպես էլ կարող էր մտածել, բայց ավելի գեղեցիկ չէր կարող ձևակերպել։ Արմենը արտիստ էր։ Արամ Աբրահամյանին է, վաղուց եք ճանաչում, Արամ Աբրահամյանին է։ Հիմա դերասան ոնց եք ճիշտ ենք ընտրել մրցանակաբաշխություն։ Արամ Աբրահամյանի բարեբախտաբար էլի ես երջանիկ անձնավորություններից մեկն եմ այստեղ հավաքված, որ էլի վաղուց եմ ճանաչում եւ ես կարծում եմ այնպիսի ընտրություն է կատարվել հաջորդ ով է լինելու, հաջորդ երկրորդը, երրորդը, չորրորդը ով է լինելու։ Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Եվ եթե ժյուրին չկարողանա գտնել երկրորդ դափնեկրին, ես կհասկանամ ժյուրին։ Ահա թե ինչ է նշանակում Արամ Աբրահամյան երևույթը մեր լրագրողական, հասարակական, հանրային եւ նաեւ քաղաքական կյանքում, մեր մասնագիտական համակարգում, մեր ընտանիքում, եթե կարելի է ընտանիք կոչել, մեր համայնքում Արամ Աբրահամյանը մեզ համար այնպիսի մի ազնվորություն է, որը կարող է վիճելի բաներ ասել, բայց չես կարող կասկածել, որ նա անկեղծ է, ազնիվ է եւ կշռադատելով է խոսում։ Ամեն մի խոսքը կշռադատված է եւ ամեն մի խոսքը ունի մշակութային որոշակի շերտ, որը ես էլ կուզենայի կրել։ Մեծ սիրով